Առաջին նամակը Թեսաղոնիկեցիներին 5-րդ գլուխ։ Ինչ վերաբերում է ժամերին ու ժամանակներին, եղբայրներ, ապա ձեզ որևէ բան գրելու կարիք չկա, որովհետև դուք ինքներդ ստույգ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է այնպես, ինչպես գողն է գալիս գիշերով։ Երբ ասեն, թե խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։ Բայց դուք, եղբայրներ, խավարի մեջ չեք, որ այդ օրը ձեզ վրա հասնի գողի նման, որովհետև դուք ամենքդ լույսի որդիներ եք և ցերեկվա որդիներ։ Գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։ Ուստի ուրիշների պես քնով չընկնենք, այլ արթուն ու զգաստ լինենք։ Որովհետև ովքեր քնում են, գիշերն են քնում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում։ Իսկ մենք, որ ցերեկվանն ենք, արթուն լինենք, հագնենք հավատի ու սիրո զրահները և դնենք փրկության հույսի սաղավարտը։ Որովհետև Աստված մեզ չսահմանեց բարկության համար, այլ փրկության ձեռքբերման, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որ մեռավ մեզ համար, որպեսզի արթուն լինենք, թե քնենք, նրա հետ ապրենք։ Ուստի քաջալերեք միմյանց և ամրապնդեք մեկըդ մյուսին, ինչպես արդեն անում եք։ Եղբայրներ, աղաչում եմ ձեզ, որ ճանաչեք ու ընդունեք նրանց, ովքեր աշխատում են ձեզ համար, ովքեր Տիրոջով ձեզ վրա առաջնորդ են կարգված և խրատում են ձեզ, և նրանց արժանացրեք մեծ սիրո իրենց աշխատանքի համար։ Խաղաղությամբ ապրեք իրար հետ։ Եղբայրներ, աղաչում եմ ձեզ, խրատեք անկարգներին, քաջալերեք երկչոտներին, պաշտպան եղեք թույլերին, համբերատար եղեք բոլորի հանդեպ։ Զգույշ եղեք, չլինի, թե մեկը չարին չարով հատուցի, այլ միշտ ջանացեք բարին գործել, թե միմյանց և թե բոլորի հանդեպ։ Մշտապես ուրախ եղեք, անդադար աղոթեք, ամեն ինչում գոհություն հայտնեք, որովհետև դա է Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով ձեզ համար։ Մի մարեք Սուրբ Հոգին, մի արհամարհեք մարգարեությունները, քննեք ամեն բան, վերցրեք այն, ինչ բարի է, հեռու մնացեք բոլոր չար բաներից։ Եվ խաղաղության Աստված ինքը թող մաքրի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ էությունը, հոգին, շունչը և մարմինն անարատ պահի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ և կկատարի այս ամենը։ Եղբայրներ, աղոթեք նաև մեզ համար, ողջունեք բոլոր եղբայրներին սուրբ համբույրով։ Պարտավորեցնում եմ ձեզ Տիրոջով, որ այս նամակն ընթերցվի բոլոր հավատացյալ եղբայրների առջև։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։